որտեղ ենք մենք հիմա կհարցնեն հեռուստատողներ, ասենք միանգամից, որ այս հրաշ գործիքի այս նոր հայկական նվագարանի որը կոչվում է կանոն հեղինակի բանն ենք մենք։ Ոչ միայն։ Ոչ միայն այս գործիքի գաղափարի, այլ նաև լավ, մի րոպե։ Ամենից բացահայտեցիր արդեն։ Ով չգիտի հանրահայտ Արցախ ստեղծագործությունը։ Կարող ենք ասել, որ սպասված հանդիպում է, որովհետև շատ սիրված մարդու տանն ենք։ Շատ սիրված, լավ ազնվորություն եւ լավ երաժիշտ։ Մեր շատ սիրելի մայստրո Արա Գևորգյանի տանն ենք։ Ողջունում եմ Արա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Երկար ժամանակա չենք հանդիպել։ Այո, կարոտել էի ձեզ։ Բարի իմաստով։ Բարի բուրի իմաստով։ Բարև ասենք։ Եկեք ողջունենք։ Շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ։ Նոր տարում ես, նոր տարին լավ բաներ, լավ լուր, լավ մարդկանց հետ հանդիպում։ Սա հաղորդման այսպես ֆորմատն է պահանջում 3000 դրամանոց մեր ծրար ուզում ենք հանձնել ձեզ։ Շնորհակալություն։ Երևի տեղյակել ոչ մի իդեա 3000-ի մեջ տեղավորվել։ Կերակել ընտանիքը եւ պատրաստ եք նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Ես առաջարկեմ մի հատ սելֆի անենք, հետո սկսենք զրույցը վաշտել։ Եթե մեր այստեղ Սիրով համեցեք։ 3000 դոլարով չէ։ Բայց ես մեջտեղում։ Այո, այստեղ է ճիշտ է։ Այո։ Խնդրեմ։ Սա եւս ավանդույթ է։ Նկարահանումից առաջ մենք հասկացանք, որ խոհանոցի այդքան էլ սեր չունեք։ Ոչ թե սեր չունեմ, այլ երբ որ ամուսնացած չէի, ավելի շատ էի խոհանոցում ինձ համար ուտելիք պատրաստում, բայց իմ պատրաստած ուտելիքները բարդ ճաշատեսակներ չեն, ինչ որ թեթև բաներ են եւ ավելի շատ սիրում եմ այդ փողոցում որ կան արագ fast food Ես ուզեցա հայերենն ասեմ այդ բառը, արագ կերակուրը պատրաստվող, բայց դա վնաս է։ Իհարկե վնաս է, բայց ես ավելի շատ երշիկ, նրբերշիկ, այդ տեսակի հաց պանիր, պամիդոր։ Ինչպես ասաց Արա Գևորգյանի կինը, Արան ուտում է նրա համար, որպեսզի ապրի ընդհանրապես, Եվ ես խստապահանջ չեմ, ինչ որ իմ կինը պատրաստում է, ասեմ ձեզ, որ շատ համեղ է պատրաստում եւ բարեբախտաբար մայրիկիցս հետո որ ես շատ էի սիրում սպասը որ մայրիկս շատ լավ էր պատրաստում եւ ամեն ինչն էր լավ պատրաստում եւ տոլման եւ ձկնեղենը հատկապես եւ ճաշատեսակներ ջրալի ճաշատեսակներ շատ համեղ էր պատրաստում ու բարեբախտաբար կինս Ետ չի մնացել։ Միրոք, այսինքն այդպեսի բան չի եղել, որ գաք տուն եւ տեսնեք, ասեք, այսօր չեմ ուտի, ինչու ես պատրաստում։ Չեմ սիրում սա։ Բարեբախտաբար իմ էության մեջ ընդհանրապես մի հատ կոպիտ բառ ասեմ, զզվել չունեմ։ Նայեք, որ մարդու աչքը եւ քիմքի համը իրար շատ ժամանակ հակասում են։ Ինչու, որովհետեւ աչքը տեսնում է մի բան ուտում ես լրիվ ուրիշ համ եւ դրա փայլուն օրինակը կարող եմ ասել մի դեպք պատմեմ հարսանիքի մեջ ուրեմն խաղող էր դրված սեղանին սև խաղող շատ ցած մեծ հատիկներով եւ տակը դրված էր զեյթուն սև ու իրար շատ նման էին ես հումորի համար վերցրեցի այդ սև խաղողից մի քանի գիլա եւ խառնեցի զեյթունի հետ եւ ինչ տեղի ունեցավ մեր կողքի նստած մարդիկ երբ որ բաժակաճառից հետո արդեն պիտի խմեն, այդ առաջի կենացած ձեռքերը գցեցին ամենամեծ զեյթուններին ու դա խաղողն էր։ Վայ։ Հետևաբար ինչ տեղի ունեցավ, նրանք զզվանքով դա թափեցին դուրս, որովհետև աղի համն են սպասում բերանում զեյթունի աղիությունը եւ ինչ որ քաղցր բան անգնում բերանը, իրանց թվաց որ դա թթված է, փտած է, հին է, ինչ որ բան թափեցին դուրս։ Նույն ատիպ բան ինձ հետ եղավ այդ պասուստոլման ուտելու ժամանակ ինձ տոլմայի տպավորությունն է բավական մեծ է չգիտեմ այդ որտեղ որ ես դա առաջական փորձեցի փոքր էր ես սպասում եմ որ պետք է լինի տաք եւ ուրիշ համի եւ որ իմ բերանի մեջ հայտնվեց սառը եւ այլ համերով իմ մոտ միացած թեթև շոկ առաջացավ եւ ես դրանից հետո սկսեցի պասուստոլմա չուտել։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, հետաքրքիր է։ Առաջին այդ կամ էլ ոչ առաջին։ Ես էս վերջերս փորձեցի էլի պասուստոլմա կերա, շատ համեղ էր, չէ, շատ համեղ էր,
Բայց այն տպավորությունը որ մեջս կա, Միևնույնն է մնում է։ ինձ չի ձգում, որ ես ասենք պասուստոլման ուտեմ։ Հասկանանք նախաճաշը։ Ինչ է։ Հիմա քանի որ պահանջ է դրված, որ մենք պետքա 3000 դրամը չանցնենք։ Այո, այս 3000 դրամը։ Ուստի նախաճաշը եկեք սկսենք սովորական ձվածեղից։ Քանի որ Ինչու 3, որովհետև ձեր ընտանիքում 3 հոգի եք, ասենք որ Անին ամուսնացել է, հայրական տունը լքել է։ ուրեմն այսպես անենք։ Սովորական ձվածեղը թե ինչ որ բանով տարբերվելու է։ Չէ, ես նրա հետ կխառնեմ մսեղեն, շատ քիչ, որ ինքը համ մի քիչ ավելի էներգիան շատ լինի, խոզապուխտ կարելի է, նաև երշիկ եղեն կարելի է, բաստուրմա կարելի է, տարբեր բաներ։ Շատ բան կարելի է, բայց վերջում պետք է հաշվառ տանք։ Մենք հասկանանք ինչ ենք ուզում անել։ 3000 դրամի մեջ։ Ես որ խոհանոցի հետ շատ կապ չունեմ, ես կարակի չափաբաժին էլ այդքան լավ չգիտեմ։ Ես մոտավորապես երևի թե 50, 40-50 գրամ։ Երևի թե 40-50 գրամ կլինի։ գրամ թե դրամ։ Գրամ։ Չէ՞ որ մենք նաև պետք է հաշվենք, թե ինչքան գումարա ծախսում, չէ՞։ Այո, վերջում պետք է։ Ահա, ուրեմն S1։ Հիմա վառում ենք գազօջախը։ Ես ջուր կարող եմ խմել։ Այստեղ մի տեսակ, սա խմելու Տեսեք, համար չի է։ վառվում։ Ահա։ Դա ջրի համար չէ։ Ես այսպես։ Ուժ է։ Ալ Գևորգյան, սա ջուր խմելու համար է։ Այո, այո։ Գյումրու հենց խորհրդանիշներից մեկը, Գյումրու խորհրդանիշն է, ասում են կլկլան, ասում են մուշուրբա, Մուշուրբա։ Հա, սա է։ որ ինքը խմելուց ձայն է հանում։ Դե խմիր, խմիր, Խմի կտեսնես։ Ես երբեք մուշուրբայով չեմ։ Ես կխմեմ։ Մեր նախաճաշը սելերոստատորներ, Ոնց որ արդեն պատրաստ է, շատ լավ բուրմում է իրեն ասեմ, շատ Այս լավ ավելացա։ բուրմունք է գալիս, դա կարող ես ուտել, դա քեզ համար է։ Ուրեմն Գեցեք, ես ճիշտ ասած չգիտեմ աղը ինչքան եմ արել, չափը բայց աղ օգտագործում եք։ Այո։ Ես չեմ օգտագործում։ Նայեք, ես էլ այդքան շատ չեմ օգտագործում, որովհետև կրկնում եմ, որ կինս որ համով է պատրաստում, ոնց որ ամեն ինչ տեղն է, եւ աղի պակասը միշտ այս մանավանդ ժամանակահատվածում աղի պակասը լրացնում են թթվով։ Վերջացավ։ Այդ Լավ ինչ է բան բեր։ Հա, իմացա որ Տիկին Ձունիկը շատ լավ թթու է, հա դնում։ Շատ, հրաշք։ Իսկ ինչու է գիշեր է գնում ուտելու այդ Դե որդու հետ։ ոնց որ ձգում է էլի, չէ, որդու հետ հատուկ չենք գնում։ Երբ որ տես որոշում ենք գանք, տեսնում եմ հանդիպեցինք ստե։ Շատ լավ, կարծես թե նախաճաշ ունենք։ Նախաճաշը ունենք։ Հիմա անցնենք ենք ճաշին։ Ճաշի համար մենք երևի կնախընտրենք կարտոֆիլի խյուս, ահա, պյուրե, Արդեն դրել եք եւ թե դեռ չեք դրել։ Պիտի չէ, դրված է արդեն, դրված է, մնում է եփեք եւ նրբերշիկ։ Նրբերշիկ։ Ես հասկացա, որ Արա Գևորգյանը մսային ամեն ինչ Մսակեր է։ Սիրում եմ։ Իսկ այ գնումներով է ձեր։ Տիկինս։ Ես էլ մեկ որ ինչ-որ մի բան մոռացած է լինում, զանգարում ասենք եւ վերադառնում եմ տուն, ասում եմ հացը, Էս ինչ բանը հետո հացը բեր։ Այսինքն ձեզ չհարցնենք, գնապիտակներին հետևում եք, նայում եք ինչ-որ բան գնելիս։ Չէ, չեք հետևում։ նաեւ չգիտեմ էլ, որովհետեւ հետաքրքիր մի պատմություն կա։ Ուրեմն կինս ասեց կանաչին մոռացել եմ։ Խառը կանաչի։ Ես էլ ընկերոջս հետ էի։ Իջանք փողոցում մայթի վրա որ կան վաճառողներ, հենց այդտեղից միանգամից կանաչի վերցնելուց ես ասի մի դաստա են ասում, չէ՞, մի դաստա կանաչի տվեք, մի կապոց։ Դաստա։ Դաստան, հա, նու Երևանյան է, էլի։ Ահա։ Մի կապոց խառը կանաչի տվեք։ Ես միանգամից տվեք։ Խանութ որ մտնում եմ, ասում եմ մի կիլո սրանից կամ մի կիլո, եթե միրգ եմ վերցնում, նա սրանից։ Իսկ եթե շատ թանկ է կիլոգրամ, էլ չեք հարցնում։ Ճիշտ ասած կիլոգրամը։ Ճիշտ ասած,
ասեմ ինչի չեմ հարցնում, երբեք չեմ էլ հարցնելու։ Եվ կշերքին էլ երբեք չեմ նայում, թե ինչքան են կշռում։ Բավոր խափ։ Վերևը Աստված կա։ Իրանք թող իրանք խափելու համար պատասխան տան։ Իսկ իմ պակասը Աստված կլրացնի։ Ես սրանով բավարարվում եմ։ Հիմա կլսենք, ասեն որ Արա Գևորգյանին տեսնենք շուկայում կխափենք։ Չեն խափի, ոչ ոք չի խափի։ Եվ երբ որ մարդուն վստահում ես ու չես նայում, ասում ես խնդրում լավը դրեք, իրանք դնում են, իրանք կշռում են, իրանք ամեն ինչը պատրաստ արդեն տոպրակի մեջ դրված։ Գյուղացու մասն է, խոսքը թե խանութի աշխատողներ։ Այնտեղ տարբեր է։ Չէ, խանութում էլ անում։ Ես ոչ մեկին, ես սիրում եմ մարդկանց վստահել։ Ասում եմ դուք ընտրեք, խնդրում եմ ինձ լավերը տվեք։ Այս լավ է։ Վերջը, կանաչու պատմությունը ո՞նց էր։ Ընկերներիցս մեկը ես որ ասի մի կապոց կանաչի տվեք, ընկերներիցս ով որ ինձ հետ էր ասեց, ի՞նչ արժի մայրիկ։ Այս տատիկն ասեց 150 դրամ։ Ասեց 120-ով չի լինի։ Ես շուր եկա զարմացած, նայեց ես ընկերոջս, ասի ու կինը հասկացա, որ ես նման վերաբերմունք չէի ցուցաբերի, շուր եկա ասեց Կարքին սիրուն բոյով տղա ես էլի, քեզ սազում է ձեզ այդ կինը Սակարկել է, հա։ Սակարկել է, այդ կինը ոնց որ ամոթանք տվեց սակարկելու համար։ Ճիշտ է, միգուցե ընկերս ճիշտ էր, որտեվ կարող է հարցնես մի հատ տնես։ Ասոր 200 դրամ։ Հա, օրինակ, ես չգիտեմ։ Դրա համար այդ օրվանից ես ընդհանրապես չեմ հարցնում գինը, ամաչում եմ։ Իսկ եղել է այպես որ այնպեսի գումար ասեն, դուք այսպես մտքում զարմանաք, բայց լավ, ասեք ձեն չեմ անի։ Կա եղել է տարբերակ, որ հետո գինը իմացել եմ, զարմացել եմ, բայց երևի թե ինչ-որտեղ ամաչել եք այսպես, հա։ Ես կարող եմ տենց նման պատմություն էլ պատմել, որ Հանրապետության հրապարակում 2750 շատրվանների այդ պուրակում սրճարանում նստած էի շատ հարգարժան կարևոր հյուրերի հետ եւ սենց եկավ հայտնվեց մի մարդ ծաղիկներով չէ այդ պոպոկ չգիտեմ մրգերով եւ հայտնվեց ասեց վերցրեք շատ համով է շատ լավն է հələ չկա շուկայում նոր քաղել եմ նոր սենց եւ այլն ինքը այնքան ստիպեց որ ես ասեցի լավ Շատ հանգապազար մարդ է, 3000-4000 Ու մի հատ այնց գին ասեց վերջում, ապշեցի պարզապես։ Այրոպորտի գներից բարձր։ 3 անգամ բարձր։ Հա, վերջ մի խոսքով վերցրեցի, արդեն ստիպած ուզած չուզած, հետո այդ մարդուն առանձին գտա ասի, որտեղ ես նստած կլնեմ, խնդրում եմ ինձ մի մոտեցեք։ Մի հիշեք իմ դերը։ Որովհետև դուք առիթից օգտվում եք, իսկ իմ մոտ կարող է դրամը հազիվ հերիքել է, որ ես հյուրասիրեմ փողոցում այս մարդկանց ու դուք մոտենում եք լավ բան եք առաջարկում, ես էլ ասեմ չէ, լավ բանը չենք ուզում, մի քիչ տգեղ է ստացվում, էլի։ Պարոն Գևորգյան, սա խոսում է ձեր զսպված տեսակի մասին։ Շատ։ Զսպված։ Դե ուրիշ տարբերակ չկա։ Իմաստուն նաև, հա։ Պետք է գտնել տարբերակներ, ոնց խուսափել, որ չխաբվել եւ քեզ հիմարի տեղ չդնել։ Կա այսպիսի խոսք, թանկից էժանը չկա։ Բայց ես դրան այդքան համաձայն չեմ, որովհետև ասում եմ կա էժան եւ որակով։ Եվ ես բազմիցս դա ապացուցել եմ շատ շատերին։ Քանի որ ամանորը նոր է մեկնարկել, հասկանաք սա որ մեկնա։ Քանի որ ամանորը նոր է մեկնարկել, մի հատ հասկանանք դուք որ ընտանիքներից եք, այն որ պարտադիր սեղանին բութ պետք է ունենա, թե դա կարևոր ատրիբուտ չի, այն որ չգիտեմ, պետք է ամեն ինչը տեղը լինի, զեյթունը, խոզը պոչիկով, չգիտեմ, ձուկը քթով, հա? Չէ, ես հենց այդ տեսակից չեմ։ Չեմ։ Եվ ուրախ եմ, որ այդ տեսակից չեմ։ Ես նաև կարող եմ մի բան մեջ բերել, երբ որ այդ սեղանների ճոխությունը շատ ժամանակ, որ հարսանիքների ժամանակ մի գլխացավանքել այդ սեղանի ճոխությունն է, թե ինչ դնենք սեղաններին, ես ընդհանրապես կողմնակից եմ, որ հարսանիքը եւ ամենակարևոր բանը ասում եկեղեցին է։ Ամուսնությունը կայացավ, մնացածը կարևոր չի հիմա։ Մեկը կասեն զեյթունը մի քիչ մեծ էր, մի քիչ փոքր էր, կարմիր էր, բայց մանր։ Բայց ասում են, ասում։ Ոչինչ, ասը այդ տեսակ մարդկանց պետք չի բանի տեղ դնել, որովհետեւ միևնույն է կասեն։ Ուզում ես այն որ ասում բրիտ մեկ ծվածեղարա, միևնույն դժգոհ կլինեն։ Միևնույն կա տես դժգոհ մարդիկ եւ կան ընդհանրապես շնորհակալ մարդիկ, այդ այն մարդիկ են, այդ այն տեսակն են, որոնք հաց ուտելուց առաջ նախ խաչակնքվում են, շնորհակալական խոսք են ասում Աստծուն, որ
այս կյանքում ապրում ենք, բայց պատկերացրեք, մարդկային հարաբերությունների մեջ իմ կարծիքով այդ շնորհակալությունն էլ է շատ կարևոր։ Օրինակ ես ուզում եմ ասեմ, շնորհակալություն Համլետին, ինչի Համլետին, որովհետև այդ մի հատ տղա էր ակարդեոն նվագող, շատ արտակարգ մարդ, որ ինձ առաջին անգամ կոպիտ ասած ձեռքիցս բռնած տարավ նվագախումբ եւ այդ նվագախմբի մեջ ես մի կոնսերվատորիայի դաս ստացա։ Դե շնորհակալ լինելը դա մեծ կուլտուրա է, առաջի հերթին։ Ինչ վատա, որ ես այդ անունները հնչեցնում եմ։ Չէ, իհարկե, դա ուրիշ։ Ցավոք, որ մեր հասարակությունը այսօր միմյանցից ոչ միայն շնորհակալ չէ, այլև Այն մտածում եմ, որ պարտավոր է։ Պարտավոր է նա։ Պարտավոր է։ Նայեք, ես այդ շնորհակալությունների շարքը, եթե թույլ կտակ երկու անուն էլ կավելացնեմ։ Այդա Աբրահամ Մանուկյանների ընտանիքը, որ շատ շնորհակալ եմ Մուշեղ Մխիթարյանին, Լևոն Մկրտչյանին, մարդիկ են, որոնք ինձ այդ տեսահոլովակները, որ դուք տեսնում եք, որ ես նկարահանում եմ, չէ, մարդիկ կան, որ ինձ ձեռք են մեկնում։ Ձայնասկավառակ համ երաժշտությունը հորին ես, համ գործիքավոր ես, համ ստուդիայում ձայնագրվես, համ երաժիշտներ հրավիրես, որ նվագեն։ Այդ ամեն ինչից հետո տպագրես ձայնասկավառակ, որը այսօր չի էլ վաճառվում, չկա, այսինքն մեկը պետք է որ վերջի էտապում գոնե քեզ օգտակար լինի։ Առանց հովանավորի հաղորդում էլ չի ստեղծվում, որովհետև կա դրա անհրաժեշտությունը։ Մարդիկ պետք է սովորեն իրար շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ եղել են իմ կողքին։ Բայց կարտոֆիլը մեզ հետո շնորհակալություն չի հայտնի, եթե մենք հիմա չզբաղվենք կարտոֆիլը։ Այսպես նայում եմ ձեր սառնարանին ու պետք է գա հասկանում երևի եմ ձեզ։ մի բարձ բան, եթե ուզում ես իմանաս մարդը շատ է շրջագայում թե չէ, պետք է նայես նրա սառնարանին։ Հիմնականում այսպես է, փորձը ցույց է տալիս, որ սառնարանի վրա ունենում են տարբեր երկրներից բերված այսպիսի սուվենիրներ, հուշանվերներ, այսպես ասած, այ ինձ հետաքրքիր է, Արայք ջան, որ շրջագայում եք, շատ եք շրջագայում, գիտեմ բոլորը, ինչ եք սիրում այնտեղից մի բերել։ Միգուցե, չգիտեմ, այդպես խոհանոցային պարագաներ։ Միգուցե հագուստ։ Ինչն է հիմնականում այդպես։ Ուրեմն խանութների շատ սիրահար չեմ։ Շոփինգի սիրահար չեմ։ Հա, եւ մաքսիմում կարող եմ մտնեմ նախ խաղալիքի խանութ։ Հետո բոլորը գիտեն մեծ հավաքածուի մասին։ Պատմել, որ իմ երաժիշտ ընկերները, որտեղ են Կանադայում էին ոնց որ նրանք մի հատ խանութի մեջ ինչ որ հետարքիր ավտոմեքենա են տեսնում, խաղալիք, բայց շատ թանկարժեք։ Հատուկ հավաքածու ունեցողների համար կոլեկցիոներների, ասենք $300 կարգի Ferrari էր sense պստիկ, որ առանց մոտորի, առանց բանի, շարժիչ բան չունի, այլ դռները բացվում են, այդ ամենակ։ Հա, ու իրանք իրար հետ որոշ նվեր առնել ձեզ։ Չէ, որ սա արային ցույց տան կամ պայման կառնի։ Ահա։ Եվ ես գալիս եմ պատական, իրանք իրար հետ են այդ բանը բռնել, պարին բռնել, ոնց որ եւ ես մտնում եմ խանութ, ամեն ինչ արեցին, որ ես այդ մեքենան տեսնեմ։ Աշկից չէր ենք ասենք, ուրիշ բաներ էին այն։ Ես էլ սիրում եմ պստիկ բաներ առնել, խաղալիքներ, շարժվող, կախարդական, որոնք համ այդքան թանկ չեն, համ իրանք ինձ համար հետաքրքիր են։ Գույնը փոխում, ձայնը հանում։ Ֆունկցիոնալ էլի, Մի խոսքով, հա, այս մեքենան իրանք շատ անակնկալ ձևով դեմ տվեցին, ես էլ առա այդ մեքենան, բայց այդ մեքենայի ճակատագիրը շատ դաժան եղավ, երբ որ տղաս 1 տարեկան էր, թե 2 կամ փոքր էր, լացելով այդ մեքենան ուզեց, կարմիր Ferrari էր, լացելով, ես շատ եմ պատմել այդ մասին։ Եվ մեքենայից մնացին միայն ակները։ Մի րոպե հետո, Տիգրան ջան, մի րոպե հետո մեքենայից ոչինչ չմնաց, դռները պոկեց, այդ բեռնախցիկը ամեն ինչ քանդեց իրարից, եւ ես ջղայնացած ասեցի, «Էլ իմ խաղալիքներին չեմ թողա, խաղա»։ Ինձ խաղալիքների լավ։ Գնացի իրանց համար երեխու համար խաղալիք առա, բերեցի, լիքը լցեցի իր արջև, ասի դե խաղա քո խաղալիքներով, իմին ձեռք չտակ։ Եվ մինչև այսօր ցավ եմ ապրում, որ այդ խաղալիքների սենյակը որ դուք տեսաք, իմ երեխաները չեն մտել։ Ոչ մի անգամ։
Այդ իմ խոսքից են ազդվել, թե արդեն իրանք կամ չգիտեմ Դե ինչ Անսպասելի էր։ Ուրեմն անկեղծ ասած ինձ համար անսպասելի էր, բայց հանուն ազնվության ու արդարության եկեք նշենք, որ մենք մոտավոր չափերի եկանք, որ սա 3 հոգու համար է, բայց ճիշտ է, անդեղ ունենք դեռ կացաներում էլ կա ինչ-որ չափաբաժին մաս։ Փորձեցինք բյուջետային հերթական Փորձեցինք ամենանվազագույն, ասենք, ծախսով ինչ սնունդ կարելի է ստանալ։ Իսկ հետո սովետ չմնանք։ Որ սովետ չմնանք, այո։ Դե բնակարաբար այստեղ ջուրը, Հիմա կհաշվենք։ ջուրը եւ հերթով գնանք նախաճաշից սկսենք, օգտագործվեց 3 ձուղ, խոզապուխտ, կարակ։ Եվ նաև ասացիք, որ թեյ օգտագործեք։ Թեյ էլ կօգտագործենք իհարկե 3 հոգու համար նախատեսված, ասենք չափաբաժնով։ Ճաշը մեզ մոտ կարտոֆիլ եւ նրբերշիկ։ Այո, եւ նաեւ հանքային ջուր։ Հասանելի։ Նաեւ հանքային ջուր, այո։ Իհարկե, նաեւ կարելի է այս ամեն ինչի մեջ ինչ որ մենք հանդիպում ենք, նաեւ կարելի է այն լոլիկից որ կարելի է միքսել։ Պատրաստել ենք ընթրիքի համար լոլիկը վարունգով, օգտագործել նաեւ ճաշին, ինչի ոչ։ Դե այնուամենայնիվ մարդը իր օրվա ընթացքում օգտագործվող այս ճաշատեսակները իրեն կկշտացնի եւ կացաներում դեռ կա։ Ձմռանը լոլիկն ու վարունգը այնքան էլ էժան հաճույք չի։ Ամռանը միգուցե, ոչ թե միգուցե հաստատ։ Դե եկեք ես էլ մի բան ավելացնեմ, ձմռանը բոլորիս տանը չգրված օրենքի պես, նաեւ կա թթու, նաեւ կան տարբեր աղցաններ, որոնք գնել ես ամռանը, բայց օգտագործում ես ձմռանը։ Այո, այո, մեր հնարավիտ կանայք կարողանում են կերակրել իրենց ընտանիքները եւ կարծում եմ քաղցած չեն մնա։ Էլի եմ կրկնում, որ այս ամենը իհարկե սա որպես հերոստահաղորդում, նաեւ հուշիչ ուղղորդում, որ մարդիկ իրենց տներում կարողանան քիչ ծախսերով կարողանան կերակրել բյուջետային տարբերակ։ Այո։ Մոտեցավ վերջնական թիվը հրապարակելու պահը։ Ժամանակն է հաշվել բոլորը։ Պետք է որ ձեզ հարցնենք ընդամենը, այսպես կոպիտ չոր հաշվարկ եթե անեք ձեր մեջ, արագ։ Ձեր մեջ է արագ։ Ինձ համար շատ դժվար է այդ հաշվարկը անել, որովհետև ես իսկապես գնումներին չեմ մասնակցում եւ գներին այդքան էլ տեղյակ չեմ, բայց մենք ընդհանուր հայտարարի եկանք բոլորս միասին, թե ինչ կարժենար այս մեր համեստ, շատ համեստ ուտելիքը մեկ օրվա համար 3 հոգանոց ընտանիքի համար։ Եվ հասկանանք այս ամենը այստեղի պարունակությունը բավարար է թե ոչ այս ամենի համար։ Ես կարծում եմ մենք հասանք նրան, որ ծախսեցինք 2900 դրամի կարգի եւ նաեւ այստեղ ասեմ գումարեք նաեւ հանքային ջուրը, որ դրված է 3 հոգու համար, 3 փաթեթ, այսպես ասեմ։ 3 բաժակ թեյ։ Թեյի համար։ Վերջին ես բան պիտի հարցնեմ էլի, դուք իհարկե հորոսկոպներին հավատացյալ մարդը այդքան չի հավատում, բայց ինչ որ բնավորության գծեր կան, որ բնորոշ են տարբեր մարդկանց, այդ դուք այդ կենթանակերպով ձեր տեսակով։ Կենթանակերպով խոյ եմ։ Եվ ես չէի սպասում։ Ապրիլի 19-ին ծնված եւ շատերն են ասում, որ համընկնում է այդ չինական հորոսկոպների հետ, բայց ես այս բաների չեմ հավատում, ինչու՞ Եվ շատ ճիշտ եք անում։ Ու համար որ կարդում ես, բոլորի համար էլ սազական է դառնում, բոլոր։ Բայց ձեզանից հետո ես հասկացա, որ դա այդքան է ճիշտ, որտեղ դուք հետ խոչ եք։ Չհավատալով հորոսկոպներին հրապարակում ենք թիվը 2930 դրամ։ Դուք հեռու չեք հասնում։ Կեցեք, այո, դա նորից պետք է ասեմ, շատ ծեծված, բայց
ճշմարիտ խոսքը, տաղանդավոր մարդը, տաղանդավոր ամեն ինչու։ Միևնույն է կա։ Շնորհակալ եմ գնահատականի համար, շնորհակալ եմ։ Աստված ձեր նորամուտներ խոհանոցում եւ վաղվանից գուցե արդեն ձեր տեկին ասի դե արի խոհանոց, միացիր ինձ օգնիր։ Միացիր խրախճանք։ Մի քիչ այդքան էլ համաձայն չեմ լինի, որովհետեւ պարզվում է, եթե ես սկսեմ կամած համեղ ու լավ պատրաստել, ինքը պետք է նվագի։ Ուրեմն ինքը պետք է նվագի կամ ստեղծագործի, հա, տեղափոխվենք, էլի գոնե մասնագիտություններով, ասեմ կրկնեմ նաև որ կինս իսկապես շատ համեղ է պատրաստում եւ կարիք չկա։ Դրա կարիքը չկա։ Խոհանոց։ Այսօր Պարոն Գևորգյանը պատրաստած հատուկ մեր հաղորդման համար։ Սիրով։ Շնորհակալ ենք։ Եվ հիմա մենք շնորհակալությունների ճաշակենք այս ամեն ինչը։ Շնորհակալ ենք, ասեցիք որ շնորհակալությունն իհարկե կարևոր բան է եւ այդ շնորհակալությունը կարևոր է հասցնել այն մարդուն, ով ոչ թե ակնկալում է այդ շնորհակալությունը, ով պարզապես արժանի է։ Այո, իմ կյանքում կան մարդիկ, որոնց ես հաղորդման ընթացքում հայտնեցի շնորհակալություն եւ վերջի շրջանում էլի կան մարդիկ, որոնք օգնեցին եւ ինձ կոնկրետ անձամբ ինձ օգնեցին նոր ձայնասկավառակ ստեղծելու դա Քրքաշարյան ընտանիքներ եւ Սիմոնյաններ ընտանիքներն Ավստրալիայից եւ կասեմ նաեւ որ Լեփեջյան ընտանիքն էլ որը նորից օգտակար եղավ եւ պատերազմի ժամանակ կոնկրետ օգնություն ցուցաբերեց այդ տիկինը եւ նաեւ իմ տեսահոլովակը համերգը հովանավորելու եւ այո ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ մարդկանց։ Թող նման մարդիկ շատ լինեն, որպեսզի մենք էլ շնորհակալություն հայտնենք, ինչպես մենք շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի հեռուստատողներին, ովքեր յուրաքանչյուր շաբաթ հետևում են մեր թողարկումներին, դիտում են մեզ YouTube-յան ալիքով եւ իհարկե հետևում են մեր Facebook-յան էջին։ Շնորհակալություն ձեզ, որ նմանատիպ հանդիպում կազմակերպեցիք, շնորհակալություն մեր հանդիսատեսին եւ մաղթենք, որ այս նոր տարում մեր ընտանիքներում լինեն միայն ջերմություն, երկրին լինի խաղաղություն, զորացում եւ աշխատենք իրար լինենք հանդուրժող եւ սիրենք իրար։ Միանշանակ։ Եվ գուցե հաջորդ կիրակի հանդիպենք հենց ձեր խոհանոցում։